արժեք եւ գործ։ Այսինքն ինչ է նշանակում արժեք եւ գործ, այո, պատահում է այսպես, որ ինչ որ մարդը արժեքավոր ապրանք ունի, եթե արժեքավորում է, ավելի խնամք են տանում դրան, ավելի ուշադիր է, իսկ եթե չի արժեքավորում, ուզում է թանկ մի բան լինի, մեկը տեսնում է հեշտ կորցնում է, մարդիկ էլ կողքից զարմանում են, ասում են, ինչ հեշտ թողեց այդ ունեցածը կամ այդ պատիվը եւ այլ։ Հիմա ես ուզում եմ նայենք Տեր Հիսուս Քրիստոսի եւ մեր հետ կապված մի հատված Հռոմեացիների 8-րդ գլխի 31-րդ խոսքից ասում է, ապա ինչ ասենք այս բանի համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բաները չի շնորհի մեզ։ Հետաքրքիր է, այսինքն չի ուզում ասի, երբ որ ասում է, եթե Աստված մեր կողմն է, ով է մեր հակառակ, մեզ հակառակ, սրանով չի ուզում ասի, մեզ հակառակող չկա։ Այսինքն, եթե ամենամեծը, ամենազորը, սուրբը մեր կողմն է, ով ուզում է թող հակառակ լինի։ Մարդը դրանից չի վնասվի։ Կարևորը Աստված քո կողմն է, մեր կողմն է, ասում եմ, մեր նկատի ունի իրեն եւ լսողներին, Տիրոջը ընտրողներին։ Եվ պատճառը ասում է, անգամ մեր կողմն է, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բանը չի շնորհի, եթե ամենաթանկը տվեց Տերը, ամենաարժեքավորը տվեց իր ունեցածի մեջ, էլ ինչը կխնայի, եթե իր որդուն չխնայեց մեզ համար, էլ ինչ կա երկնքում կամ երկրի վրա, որ Աստված մեզ համար ափսոսի ասի չեմ տա։ Դες բան չկա, ուղղակի Աստված իր ժամանակին է տալիս, որովհետև լինում են դետալներ, որ մենք կարող ենք ունենալ եւ սխալ օգտագործել։ Ունենանք եւ ճիշտ չվարվենք դրա հետ։ Դրա համար Աստված մեզ պատրաստում է, որպեսզի ամեն ինչ ստանանք իր ժամանակին եւ կարողանանք գնահատել, արժեքավորել։ Եվ շարունակում եմ 33-րդ խոսքից ասում է, ով է Աստծո ընտրվածների դեմ ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադրի լինի, yəni մեղադրող լինի։ Աստված է որ արդարացնում է։ Ով է որ դատապարտ է։ Քրիստոսը, որ մեռավ եւ ավելի որ հարություն էլ առավ։ Աստծո աշկոնն է, որ մեզ համար բարեխոսել է։ Ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Տառապանքը, նեղությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը, ինչպես գրված է, թե քեզ համար մերձում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարի պես համարվեցին։ Բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ գալու բաները, եւ ոչ բարձրություն, եւ ոչ խորություն, եւ ոչ ուրիշ որևէ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Երկուսն էլ ասում է, ով կբաժանա Քրիստոսի սիրուց կամ ով կբաժանա Աստծո սիրուց, մեկանում է, այո, Քրիստոսը Սուրբ Միասնության մեկ անձն է։ Սակայն այստեղ ասում է, Աստված մեզ արժեք տվեց, արժեքավորեց, ինչ արեց, իր որդուն տվեց, մատնեց մեզ համար, մատնեց, ասինքն տվեց, հանձնեց, որպեսզի մեզ փրկի։ Պատկերացնում եք Աստծո սերը, ինչպես շատ տեղերում գրված է, հանդիպում ենք, որ Աստված այնպես սիրեց, որ մինչև իր միածին որդին տվեց։ Ասենք այն Աստվածը, որ ասի մեծ սերը ունի մեր հանդեպ, ոչ թե ուներ, հիմա էլ ունի, եւ անգամ
Սուրբ Գիրքը ասում է նա որ դեռ մեղավոր ենք 5-րդ գլխում Հռոմեացիս ասում է դեռ որ մեղավոր ենք Աստված մեզ սիրեց եւ իր որդուն տվեց այլ որքան առավել այսինքն որքան ավելի շատ է սիրում հիմա որ մենք նրա որդին ընդունելով արդարացել ենք եթե մեղավոր ժամանակը մեզ սիրում էր այդպես մեծ սիրով իսկ ավելին չի սիրում արդարին մեղավորից եթե մեղավոր ենք մեզ այդպես սիրեց որ արդար ենք ինչպես պետք է սիրի ավելին դրա համար մենք պետք է վստահենք Աստծուն հաճախակի մենք չենք կարողանում մարդիկս այո բոլորս կարելի ասել մեր չափով մեկը քիչ մեկը շատ բայց ընդհանրապես որ նայենք բոլորս էլ այդ բաստողումը արել ենք գալիս է նեղության պահը կամ այդ կարևոր պահ պետք է վստահենք Աստծուն հավատանք Աստծուն մեկ է սկսում ենք չհավատալ կամ երկմտել տեսնես Աստված կանի ինձ համար այս բանը տեսնես Աստված ձեռքը մեկնի ինձ եւ այլ անդադ կյանքում ժամանակ առ ժամանակ առաջանում են երկմտություններ որ մենք սկսում ենք երկմտել բայց երկմտությունը վերացնելու միջոցը հասկանալն է Աստծո արժեքները հասկանալն է որքան մենք հասկանանք Քրիստոսի մեծությունը եւ արժեքը Հիսուսի արժեքը Հայր Աստծո համար այդքան երկմտությունը մեր քիչ կլինի դա Աստված որ կա այն օրը որ այնքան վստահենք Աստծուն այնքան հասկանանք Քրիստոսի մեծությունը որ այլ երկմտության տեղ չլինի այս վերջից միտեղ որ խոսք բացեց այսինքն էսա Աստված ժողովրդական լեզվով որ մեկ ուզում ենք ժողովուրդը հասկանա երբ որ ասում ես Աստված իր որդին զոհել է մեզ համար այդքան հասկանալի չի ժողովրդին բայց ես որ ասում ես Աստված իր որդուն մատաղ է արել մեզ համար կամ ղուրբան է արել այստեղ ավելի լավ են հասկանում որ ինչ մեծ բան է արել այսինքն մեկ է գալիս է պահա որ տեսնես Աստված ինձ կպահի նորից երկմտություն բայց ես որ այս միտքը հիշում ես Աստված իր որդին է ինձ համար ղուրբան արել մատաղ արել այսինքն ակամայից մտածում ես այս արժեքն ա տվել ինձ համար մեծ մեկին ղուրբան արե Աստված այդ ղուրբանի պատճառով այտենց հեշտ ինչ չի թողի այդ դիտմամբ եմ ասում որ ժողովուրդը շատ է այդ բառը օգտագործում դրա համար թեև հայերեն բառ չէ ոչ ղուրբանը մատաղն է չեմ ամ որտեղից է վերցել բայց հայկական ավելի պարզ որ Աստվածաշունչը տվել է զոհել է մեզ համար նվիրել է մեզ եւ երբ որ մենք հասկանում ենք Աստված ումն է զոհել իր որդուն միածին Հիսուս է տրված մեզ համար Աստված իր որդին է տվել ճարտարապետը տիեզերքի զոհել է մեզ համար եւ այտենց մենք հեշտ երկմտում ենք Աստված որ այսպիսի արժեք զոհեց մեզ համար ինչպես կարող է մեզ հեշտ հանգիստ թողնի կորցնի ընդհանրապես մեզ մոտ էլ այդպես չէ մարդկության մոտ եթե մի բան արժեքավոր է ավելի մարդը դրա համար պայքար է տանում որ չկորցնի չէ օրինակ մարդու երեխան կամ եղբայրը կամ ինչ որ մեկը հարազատը հիվանդանա մարդը ամեն ջանք անում է իր ամեն ունեցած դնում է նորմալ մարդու մասին դժերի մասին չի իրենց համար
արժեք չունի ոչ հեր, ոչ բեր, ոչ աղբեր, ոչ մեկ։ Ինչ էլ կորցնում է, թող կորի։ Բայց նորմալ մարդը ինչ անում, ամեն ինչ դնում է, որպեսզի փրկի, չէ՞։ Կնոջը կամ ընտանիքի որևէ անդամին։ Բայց եթե հանգարց ունեն, ասենք կենդանիներ, անասուններ, կով կամ ոչխար կամ շուն կամ որևէ բան։ Ինքը երբեք այդ ջանք, այդ արժեքը չի տա, ինչքան որ իր ընտանիքի անդամին է տալիս։ Արժեքավորում է դրանց։ Ինչ որ ջանք էլ կանի, որ դրանց փրկի, բայց այն արժեքը չի դնի, ինչքան որ մարդու համար կդնի, ինչքան որ երեխայի համար կդնի կամ կնոջ համար կդնի։ Դրա համար որքան մարդը շատ է հասկանում արժեքը, մեծ է տեսնում արժեքը, այդքան ավելի խնամքով է, այդքան ավելի ոնց ասած պատրաստ է ծախս անելու, ուժ դնելու, ներդրում անելու, որպեսզի չկորցնի իր ունեցածը։ Եթե մենք մարդ լինելով այսքան բան հասկանում ենք, Աստված ավելին։ Բայց մենք որպես մարդ շատ տեղերում չենք աղանում վերջ-վերջո պաշտպանել, կորցնում ենք, որտեղ անկարող ենք, թեև գնահատում ենք, մեր կյանքի պես կգնահատենք գուցե ավելին, բայց քանի որ մեր ուժերում չկա, կորցնում ենք, ուզենք թե չուզենք, կորցնում ենք։ Բայց Աստծո մոտ տես չի, որ չկարողանա պահպանել, չկարողանա փրկել, չկարողանա հասցնել նպատակին։ Պողոս առաքյալը եկեղեցիներից մեկում ասում է, նա որ ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին էլ կհասցնի։ Նա կարող է։ Մեզ ման անկարող չի, որ շատ ջանք անենք ու չհաջողվի։ Սակայն մյուս կողմն եմ ուզում նայել, այսինքն շատ ժամանակ մարդը առթավորվում է Աստծո սիրուց, ասում է, գրված ասում է, ոմանք չարաշահում են Աստծո սերը, Աստծո կյանքը։ Արդից օգտվելով, որ Աստված իրենց շատ է սիրում, սկսում են չարության գնալ, Պողոս առաքյալը ասում է, այդ փրկությունը, վստահությունը կամ Աստծո սերը մարմնի համար չօգտագործեք, այսինքն մարմնավոր ցանկությունների կամ մարմնավոր գործերի մեջ։ Ինչ է կատարվում։ Մարդը արդավորվում է, որ Աստված իրեն շատ է սիրում, ինչպես ես վերջերս աշխարհի ղեկավարներից մեկը ասում է, Աստված ինձ սիրում է, ինձ չթողես որ մեռնեմ։ Լավ, քեզ սիրում է, բայց դու հասկանում ես, որ ուրիշին էլ է սիրում։ Ինքը գնահատում է, որ Աստված իրեն սիրում է, բայց մենք տեսնում ենք ինչպես է վարվում մարդկանց հետ։ Կարծես ճիշտ բաներ խոսում է, հանցանքի դեմ է պայքարում, բայց առանց քննելու, առանց նայելու, անգամ արդար, որ ասում է, թաց ու չոր իրար հետ վառում է։ Բայց իմացիր, որ ասում ես Աստվածը սիրում է, նրանց էլ է սիրում։ Դու այնքան զգուշ պետք է վարվես, որ Աստծո այդ սիրած մարդկանց անտեղի անիրավություն չանես, չկորցնես։ Այդպես էլ մենք ենք հաճախակի դառնում։ Վստահում ենք, որ Աստված ինձ սիրում է, ինձ կորուս չկա, մատաղ է արել, որդուն է մատաղ արել, արժեք է տվել։ Ես չեմ կորսվելու, մինչև վերջ էլ կհավատամ։ Մեկը կա, որ հիմա այդպես է ասում, մարդը պետք է ասում հավատա։ Ինչ ուզում ալնի պետք է հավատքի ձեռք չքաշի, հավատա, որ Աստված իրեն սիրում է և կփրկի։ Բայց ուրիշի հանդեպ շատ անիրավ է։ Ընդունում է, որ Աստված իրեն սիրում է, մեկն էլ կար, որ հիմա հոգևոր դաշտում չի, ասում էր, մեղք էր գործում, ասում էր, ես չեմ երկի մտնի, Աստված ինձ կների Հիսուսի արունով, Հիսուսի զոհով, կների, ինձ չի թողնի, ինչ կարգի մեղք էր, որ գործեր, բայց ես որ մի քույր եղբայր են գնում դժվարության մեջ, ասում են, չէ, ձեզ փրկություն չկա։ Ես իրեն ասեցի, նմանեցրեցի ես
հատվածին Երեմիայի մարգարության մեջ որ գրած ասում է կան մարդիկ որ գալիս են մաքուր ջուրը խմում են մնացածն էլ ոտերով պղտորն են տալիս իրենց ընկերներին ինք իր համար լավ հավատքով սուրբ այդ զո ընդունում է իսկ քույր եղբայրին պղտորն է տալիս քեզ փրկություն չկա ասում դու կորար վերջ ինչի քո համար դու ավատում ես որ կփրկվես բայց քույր եղբայրների համար էլ ասես փրկություն չկա քո մեղքը թողություն ուներ բայց նրանց մեղքը թողություն չունի հա կամ էլ մարդը արդավորում է ու սկսում է մեղանչել որտեղ Աստվածին սիրում է դրա համար ուզում եմ մեկ ուրիշ հատված կարդալ զուգահեռ որպեսզի մենք արդից չօգտվենք սխալ անենք այո Աստված սիրում է ամեն ինչ կանի եթե նրա կողմն է նա քեզ չի թողնի ինչ իրեն է վերաբերում ինքը ամեն ինչ կանի քեզ չի թողնի չես կորսվի բայց մեկ իրականություն պետք է հիշել որ Աստված մեծ արժեք է դնում նաև ոչ թե միայն մարդու վրա այլ մարդու ընտրության վրա հաճախակի մենք սրա վրա չենք ուզում նայենք բայց հետո կհասկանանք ավելի որքան մենք հոգեոր աճում ենք այդքան այդ հարցը ավելի ենք հասկանում եւ գնահատում ընտրություն եթե մարդը չի ընտրում ամբողջ սրտով Աստծուն Աստված թե մեծ արժեք է դրել մարդու փրկության համար բայց էլի չի փրկի ընտրությունը շատ մեծ գործ է որ մարդը պետք է կատարյալ ընտրությունով Աստծուն ընտրի եթե չէ Աստված դիսա ապաշխարած իր սրտի մեջ կես չարություն, կես արդարություն չի տանի երկինք դա սերմ է որ տարավ երկինք այդ մարդու միջի չարիքը մեկ էլ նեղ արտահայտվելու մեկ է երկինքը պղծի հիմա Աստված տնի նոր երկինքն ու նոր երկինը դրա պատճառով վերացնի չի լինի դες դա Աստված կատարյալ ընտրություն է ուզում որ կատարյալ սրբություն ու բարություն է մարդը ընտրել Աստծո հասկացություն օրենքները սուրբ օրենքներն է ընտրել Աստծո կամք է ընտրել որպես հավիտենական ընտրությունով ինչպես Տերն է ասում ես քեզ հավիտենական սիրով սիրեցի ոչ թե սիրեցի 10 տարով 1000 2000 տարով ուրեմն նույն արձագանքը պետք է լինի Աստծո հանդեպ նա ինձ սիրել է հավիտենական սիրով ես նրան պետք է սիրեմ հավիտենական սիրով եւ ինչ արժեք ուզում ա լինի իր սիրո խաթր ես չպետք է թողեմ ասիկան Աստծո սերը թողեմ այդ արժեքի հետևից գնամ շատ ժամանակ գիտեք ինչ է կատարվում նկատում եք որ ինչ որ մեկը ինչ որ արժեքավոր բան ունի եւ մի փոքր իր հաճույքների համար այդ արժեքը կորցնում է Ես թեկուզ այսօր խոսենք մարդը ընտիր ընտանիք ունի կին ունի երեխաներ ունի պատիվ ունի հարազատներ ունի մեկը տեսար սիրահարված ինչ որ մեկի վրա կարող եմ ասել համարձակվել ասել ինչ որ թափառական մի աղջկա վրա որ պատրաստ է շատերի հետ կապվելու մեկը սիրահարվում է իր ընտանիք, երեխա, հարազատ, իր պատիվ անձնական ամեն ինչ մի կողմ է գցում, վերջում էլ գլխին է տալիս։ Ինչու է սիրահարվել։ Այո, պետք է հարգել մարդուն, սիրել մարդուն Աստծո սիրով։ Բայց ասենք տեսքով, ինչ որ բանով սիրահարվել Սուրբ Գիրքը ասում է այդ մարդը ինչ է, մարդու գեղեցկությունն ինչ է, մի ծաղիկ, որը թորմշում թափում գնում է, էլ չի մնում, քեզ չի մնա, ոչ էլ իրան ամնալու։ Այս ժամանակավոր, թորմշող, պառավող, այլանդակվող, սենց ասած, տեսքը, որ պետք է գա, այդ անով ինչ ես փոխում ավելի մեծ արժեքներ, ինչ
ինչի հետ ես փոխում քո այդ սրբությունը, ընտանիքը, երեխաներին, ծնողներին, բարեկամներին, քո պատիվը, որտեղ շատ ես սիրում։ Կա սխալ սեր։ Սերը պետք է լինի առողջ։ Սերը պետք է լինի մի երիտասարդ ընկեր ունեի, այդ ժամանակ որ երիտասարդ ենք, ասում էր, ախպեր, ասում եմ, իմ ընկերները բոլոր իմ դասանցիները գալիս են, ինձ ասում մի հատ նամակ գրելի, մի հատ նամակ գրի մեր համար, ես ինչ աղջկան։ Դիտմամբ եմ ասում, որ դուք իմանաք մեր թույլ կողմերը եւ ինչ ասում եմ, այդ աղջկան նամակ գրի էլի։ Ասում եմ, ես չեմ ճանաչում։ Ուղղակի լավ բառապաշար ունի։ Ասում եմ, մի հատ գրի, ասում եմ, դնում է հələ այդպես չէ, որ ես նամակ գրեմ, այդ աղջիկը այդ տղու հետ չօժարվի։ Արդեն 15-20 տղա աղջիկ եմ իրար հասցրել, բայց չեմ էլ տեսել շատերին, չեմ էլ ճանաչում։ Բերես ասում եմ, մի հատ նամակ գրի, նամակ գրում են տանում են, դնում են ծրարի մեջ ուղարկում են, աղջիկը սիրարում այդ խոսքերով, դիտի այդ տղենա գրե, վերջը։ Այսպես կանեմ այդ օդի միջի խոսքերով, ճոխ խոսքերով մարդը խաբվի։ Եվ համարեն սեր։ Աստված ես պահի, մարդը սիրում է գովվի, մեծարվի, տեսել է մարդիկ, որ գովվում են միտեղ կինը, գնացել է դավաճանություն էր արի ամուսնուն, հետո ընկերուհիները հարցնում են, ասում են, ինչ եղավ, որ դու արժեքը փոխեցիր, էլի քո այդ լավ ընտանիքը, աշխատող ամուսին, երեխեք հասուն, հնարավոր է ինչ-որ բան կար, որ ինքը առավել էր ամուսինը չէ, չէ, ասում ամեն ինչով ամուսինս առավել այլ է, բայց այնպես խոսքեր էր օգտագործում, որ ես կուլ գնացի այդ խոսքերին։ Ավելի լավ էր գովում, քան որևէ մեկը ինձ աշխարհում գովել է։ Գովասանքի պատճառով արժեքները ոտի տակ խայտարակ ելավ, բաց թողնվավ եւ այլ ու տենց տունը քանդվավ։ Պատկերացնում եք, մարդը կա սիրահարվի, բայց դատարկ բանով։ Այնպես որ կարևորը սերը չի։ Եթե սեր, ուրեմն պետք է առողջ լինի, աստվածային լինի, որ աստվածային սիրո մեջ սխալ չկա, Աստված չի սխալվել, որպես սիրել է, բայց Աստված ինչ ան թողնում է մեր ընտրության։ Աստված շատ է գնահատում մարդուն, բայց թողնում է ինչի համար եմ ուզում մյուս կողմը կարդալ, որպեսզի չլինի մենք արդից օգտվենք ու սկսենք չարություն անել, մեկը տեսնում ես, ոմանք քույր են կոչում, եղբայր են կոչում, չարություններ են անում, նենգ են։ Բայց երբ որ իր մեղքը ասում ես, քուր ջան կամ աղբեր ջան, սենց գնում ես կկորես, ասում է, Աստված ինձ հավիտենական սիրով է սիրել, կյանքում ինձ չի թողի, ինչ էլ անեմ, Աստված ինձ կփրկի, ու մեկը չի։ Չարություն անողներ ես սիրո, սենց ասած իբր թե սիրում, վստահել է շատ են պին բռնում, բայց նաև նույն Աստվածը, որ քեզ ասել է, ես քեզ սիրում եմ, նույն Աստվածը, որ ասում է, ես քեզ գնահատել եմ, նույն Աստված նաև մի քիչ հետո սա է, կարդամ, տեսնենք, այսինքն զուգահեռ գոյություն ունի, երբ որ չար ուզում էր իբր թե Հիսուսի խաբել, սենց արա, որտեղ գրված է, մարդիկ է չի ասում, գրված է, Աստված ինձ սիրել է, ես վստահում եմ գրվածքին, գրվածք բերես դրես, գրված է քեզ ցածքից, քեզ կպայեն հրեշտակները, որտեղ հայրը քեզ շատ է սիրում, քեզ ամեն խնամ կտանի, բայց դեռ նաև գրված է, մի փորձի Տիրոջը քո Աստծուն, շատ ժամ մարդիկ միակողմանի գրվածքը վերցնում են, այսինքն երկրորդ կողմը չեն նայում, դրա համար ուզում մեկ հատված կարդալ Տեր Հիսուսի բերանից ասված, Մատթեոս 7:21-ից ասում է ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնի երկնքի արքայություն, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է, ասենք այ հայրը։ Շատերը կասեն ինձ այն օրը, ասենք Տիրոջ գալստյան օրը, փրկության օրը, հիմնական, վերջնական,
Տեր, չէ որ քո անունով մարգարացան, քո անունով դևեր հանեցին եւ քո անունով շատ զորություններ գործեցին։ Եվ ես այդ ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք ով անօրենություն գործողներ։ Պատկերացնում եք, մարդիկ զորություններ են գործել, դևեր են հանել, տարբեր բաներ են կարել, կերել են, խմել են քո առաջին։ Դրանք արժեքներ չեն փրկության համար։ Դա Աստծո զորությունով է կատարվել։ Այո, շատ ժամանակ մարդիկ հարցնում են, մանավանդ որ նոր են հավատում, կարդում են, մարդու աչքին միշտ երևում է, ինչպես այսօր շատ եկեղեցիներ դեռ հələ չգիտեն Տերը ով է։ Իրանց ուրախությունը, ուշքը միտքը հիմնականում էսի բժշկվավ են, բժշկվավ, սենց է, լավ զորություն, գիտեք ինչ այլ է, այս արտասանում մի հատ երկնքում ցույց նշան է տեսել մի կամ դրանք չեն մեր փրկության միջոցները։ Եվ ռեկլամներ են անում, բժշկություն, զորություն, բժշկություն, վկայություն, թե այս մարդը ոնց փորձանք փրկավ են մարդը, մեկն ավարիայից ազատվել ասում, Աստված ինձ ասես գնա, ամբողջ կյանքը տեսի պատմի, ավետարան թող քո ավարիա փրկվել է պատմի, հա։ Մարդիկ են մեկը տեսնում հովիվներ, եպիսկոպոսները հավատում են սրա վկայություն, թե Աստված նրան պատվիրել է, արդեն մի 50 անգամ տեսել եմ, հանել եմ, բեմերին իր այդ ավարիայի մեջ են գնելն ու հրաշքով չմեռնեն նա։ Վկայում ուրախանում են եկեղեցիներն էլ, վայ, դա մեծ զորություն են այն որ մոգին ասում էին հասա է Աստծո զորությունը։ Այդ ավարյաններից վերջ պրծնել է հիվանդությունից պրծնել ամանում են հասա է Աստծո զորությունը։ Դա չի Աստծո զորությունը։ Աստված կանի, բայց այդ չի, այդ գիտեք ինչ է։ Սեղանից ընկած փշրանքներ են։ Նորմալ բաներ չեն, կերակուր չեն։ Ասում եմ մի կին եկավ Հիսուսին աղոթում էր, ասում էր խնդրում եմ բժշկին իմ աղջկան, հոգեկան աղջկան, դիվահարին։ Ասում եմ լավ չի որ երեխաների հացը վերցնես, շների առաջ գցես։ Չեմ ամ Տերը ինչի ասեց, գուցե կնոջ վարքը լավը չէ, չեմ մանում։ Բայց Տերը պատահական բան չի ասում։ Բայց դին ինչ ասես։ Տեր, շներն էլ օգտվում են երեխաների սեղանից ընկած փշրանքներից։ Ոնց կոնե այդ փշրանքը դուր ինձ։ Թեկը շուն եմ, բայց իմ Տերը դու ես։ Տեր ասեց։ Երեխաները քոնն են, ես էլ թոքո շունը լինեմ, լավ։ Ողորմիր ինձ։ Ասեց ով կին, հիշում եք ինչ ասեց։ Մեծ է քո հավատքը, գնա քո ուզած պես, գնաց տեսավ երեխան բժշկված է, աղջիկը։ Դիվահարի բժշկությունը ըստ Տիրոջ վկայության փշրանք է, ընդհանրապես տվեց գնաց։ Շատերս զարմանում են Հիսուսի ավետարան թողած բժշկություններ են ընկել վկայում, այնքան վկայենք տարիներ մեզ չի ելիքի։ Վերջերս մի տեղ գնացի նորից Հայաստանի գյուղերից մեկում, իրանք հիշում ես այս մարդը սենց փրկվավ, այս մարդը ներս բժշկվեց, որ թողի մի հազարավոր հրաշք պատմեն անցյալից։ Բայց ասի դրանք չեն ձեր համար կյանք։ Կյանքը Քրիստոսն է, Քրիստոսի անձի ճանաչողության մեջ խորացեք։ Այդ բաները հիշեք, որ մոռանաք էլ Աստված ձեզ չի մեղադրի ինչ-որ բաներ կան։ Բայց որ Քրիստոսին մոռանաք, ես կորուստ եմ, կործանում եմ ձեզ համար։ Եվ ինչ, մարդը մարգարե է եղել։ Ոմանք ասում են, ոնց կլներ մարգարեն կորսվի, Հիսուսը մարգարեն չընդունի։ Զորություններ, հրաշքներ, բժշկություններ կատարում են, այո, այնքամին հուտան գնում էր հրաշք զորություններ կատարում իր ձեռով առաքյալների հետ։ Հիվանդներ էր բժշկում, անգամ ասում մեռելներին արություն տվեք, այդպես հնարություն ստացած մեկին, բայց երբ որ անօրենություն գործես կորավ։ Բաղամը մարգարե այդ ժամանակը մենակ Մովսեսը կարա իր այդ մրցեր։ Բայց որ անօրենություն արեց բաղամը, անիրավության վարձը սիրելու պատճառով շատ չարություն արեց։ Կորավ։ Կամ գործառաքելուց կարդում ենք, թղթերը կարդում ենք, ինչքան լուրջ մարդիկ հավատքը թողեցին։
Կամ Հիսուսի աշակերտներից, երբ որ Հիսուսը խոսում էր, իրանք չէին հասկանում ավելի խորը բաներ խոսում։ Որ ասել իմ մարմինը ճշմարիտ կերակուր, իմ արունը ճշմարիտ խմելիք։ Եթե մեկ իմ մարմինը չուտի արունը չխմի, չի փրկվի, կյանք չունի։ Հրեաները զարմանում են, ասում են, ո՞նց կտա իր մարմինը մեզ ուտելու։ Տերն ասում էր, ինչ հոգևոր բաներ եմ խոսում։ Ով հավատա կփրկվի, հետո ասեց, ով իմ մարմինը ուտի կփրկվի։ Այսինքն հավատքով վերցնել է Հիսուսի խաչի գործը, մարմնի գործը, արյան գործը։ Ասում աշակերտներից շատերը թողին ու հեռացան, այսինքն հարյուրավոր մարդիկ հեռացան Հիսուսից, մնացին 12 առաքյալներ, որից մեկն էլի թողեց։ Ասես դուք եք ուզում գնալ, Պետրոս ասեց դու հավիտենական կյանքի խոսքեր ունես քեզ, այսինքն թեկուզ չէին հասկանում, բայց գիտեն Տերը սխալ բան չի ասի։ Հետո կհասկանաք Տերը ասեց ու հասկացան, փառք Աստծո, մենք էլ ենք հասկացել ասածը։ Հեռու գնացեք անօրություն գործողներ։ Այսինքն եթե մարդը տեսնում է անօրության չարիքը, նա երբեք ինքն իրեն չի խաբի, ասա Աստված սիրում է, շատ է սիրում ու անօրության մեջ մնա, այդպես բան չկա։ Այն ասողը, որ ասում է քեզ սիրել եմ, այն ասողը նաև անօրություն գործողները դուրս են մնալու։ Նույն բերանն է ասել։ Եթե մենք վստահում ենք այն ասացին, սրան էլ պետք է վստահենք, որ Տերը այդպես է վարվելու։ Չի խնայելու։ Հրասելականները, Յովայի վկա կոչվածները շատ ժամանակ ասում են Աստված սեր է, ինչպես կարող է դժոխք ստեղծի, ասում եմ Աստված սեր է, նաև սուրբ է։ Աստծո սերը գործում է, որ ամեն ինչ արեց փրկության համար, բայց նաև սուրբ է։ Սիրո պատճառով Աստված անօրության վրա աշկ չի խփի։ Պետք է դատի։ Դատաստանը Աստծո սրբությունից է։ Անես որ Աստված տոնների, որ ասում են, այդպես Աստծո վրա, մեկը որ շատ է սիրում, Աստծո սերը մայրական սիրո նման չի։ Շատ սիրելու պատճառով կուրանում են։ Շատ է սիրում երեխուն, երեխան անիրավություն անի հարևանի երեխու նկատմամբ, մեկը ինքը իր երեխուն է արդարացնում։ Կույր սեր։ Անգամ գովում են, որ երեխան շատ ճարպիկ է, սա ամբողջ մայլեն իրանից քաշվում է։ Ճշմարտություն չի, կույր սեր է, Աստված կույր սեր չունի։ Աստված սուրբ է։ Մարդիկ կարող են սեր ունենալ, բայց սրբությունը տրորել։ Իսկ Աստված ոչ։ Աստված արդար է։ Դրա համար, երբ որ սրանով է երևում որ Աստվածաշունչը Աստծո գիրքն է, Աստված երբեք իր սուրբերին կամ իրեններին, իր մարգաներին, իր առաքյալներին շատ սիրելու պատճառով չի պահել, որ ժողովուրդը չտեսնի։ Հակառակ, իր ամենասիրած Դավիթը, ասենց ասած, մեղանչեց, Դավիթի մեղքերը գրել տվեց, հայտարարեց ամբողջ աշխարհում մեկ։ Պետրոսը մեղանչեց, ուրացումը մինչ հիմա գալիս է։ Գրված է։ Աբրահամը սուտ խոսեց, գրած Աբրահամը սուտ խոսեց, Աստված աչառություն չէր դնում։ Ուզում է իր սիրած մարդը լինի, իր մարգարեն լինի, իր առաքյալը լինի, լավ կողմերն էլ է ներկայացնում, վատ կողմերն էլ։ Աչառություն չէր անում, ուրիշի մեղքերը ջրի երեսանի գրել տա, իսկ իր սուրբերը, որ հանգարց սայթակում մեղանչում են, այդ մասը չգրվի։ Ամեն ինչ բացահայտ էր Աստծո մոտ։ Սրանով անաչառությունը երևում է, նրա անաչառություն պատճառով երևում է, որ ինքը Աստվածաշունչը Աստծո գիրքն է։ Ամեն ինչ գրվել է։ Կողմնապահություն չի արել։ Շատերն չեն հասկանում, ասում են, ինչպիսի սուրբ գիրք է, որ մեջը սեքս էլ է գրած։ Խովտի հետ կատարված դեպքի մասին են ասում։ Մուսուլման մեկը կար, ասում է քրիստոնյանին, այդ ո՞նց է դες բաներ են գրած, ձեր
Դա Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը դրանով չի պղծում, որ մեջը դեպքեր են գրած, այո, ամեն ինչ գրած է, պատմություն է։ Սուրբ Գիրքը սրանով է, որ ցույց է տված Աստծո սրբությունը, անաչառությունը, ճշմարիտ լինելը եւ սրանով է երևում, որ ճիշտ անսուտն հեղինակ է կանգնած սրա հետևում։ Բայց մարդիկ հաճախակի որ մի բան են պատմում, գրում, ասում պատմություններ են։ Տեսնում եք աշխարհում։ Իրենց պետության, իրենց ղեկավարի չարությունը ծածկում են, ուրիշին խայտառակում են, իրենց մեղքերն են ուզում գցեն ուրիշի վրա, բայց Աստծո մոտ այդպես չի, որ մարգարեի մեղքը գցի այն մյուսի վրա, իր մարգարեն դենց արդարացնի։ Արդարացման մեկ միջոց կա միայն Հիսուս Քրիստոսի արունը։ Զոհ։ Իսահակ մեղանչեցիր գրվեց, թեկուզ Աստված սիրել էր։ Հակոբին սիրեցի, բայց Հակոբի մեղքերն էլ գրվեց։ Դավիթին սիրեցի, Դավիթի մեղքերն էլ գրվեց։ Ճշմարիտ սուրբ մեկը, որին կարելի է վստահել։ Ուզում է իր ամենամոտիկ անձնավորությունը լինի, իմ հանդեպ սխալն ես էլ շատ մոտիկ էլ չլինեմ իրեն, Աստված իրեն է դատելու, ինձ պահելու է, կամ ես անեմ մի անհավատի հանդեպ, Աստված նրան պահելու է, ինձ դատի։ Նենց որ Աստծո մոտ սրբությունը ինչու է այս երկու հասկացողություն իրար հետ դրել, այո, Աստված արժեք է դրել, որին պետք է վստահես, որ քեզ կպահի իր դրած արժեքի պատճառով դու չես կորսվի, եթե ընտրությունը չփոխես, եթե դու չընտրես անօրենությունը, մեղքը։ Եվ մի հատ ուզում եմ հատված կարդալ, որ մեր մեջ կան նման մարդիկ, տարբեր ձևերով ուզում եմ հասկացնեմ, որպեսզի դադարեն, չեն դադարելու Աստծո դատաստանի տակ են գնելու։ Տեսեք ինչ է գրված, ուրեմն Առակաց 24:8-9 ասում է, ով որ մտածում է վնասել, նրան նենգամիտ մարդ կասեն։ Հիմարություն մտածելը մեղք է եւ ծառողը զզվելի է մարդկանց համար։ Աստվածաշունչը ասում է, ով մտածում է վնասել, նա նենգամիտ կոչվի եւ ասում է հիմարություն մտածել, այսինքն նենգություն մտածելը հիմարություն է։ Նենգություն մտածել, շատ ժամանակ մարդիկ գիտեք ոնց, դե շնություն չեմ անում, գողություն չեմ անում, մարդ չեմ սպանում, նման բանը կաշառք չվերցրու, բայց կաշառքը վերցրի, եթե ձեռը ճարալներ։ Կաշառք չվերցրու, ես չեմ անում, այն չեմ անում, մտածում ինքը Տիրոջ համար սուրբ մեկն է, բայց նենգամիտ է, անդամ նկատում ես։ Ով մտածում է վնասել նա նենգամիտ կոչվի։ Միայն գործած մեղքեր չէ, որ մեղք են կոչվում, Տեր ասեց սրտով ցանկացավ մեղանչեցիր։ Անոնցն արեցին, ինչ են անում։ Տեսնում եմ, մեկը տեսնում ես մի երկու օգու արանքում, ունես մի հատ խոսք գցում, որ հետագայում ես մարդկանց մեջ վեճ ու կռիվ առաջ, անխաղաղություն, բաժանություն։ Ինքն արե, ինքն է իրար մի կոմատով է ասում, թե ինչ եմ արել որ։ Քո նենգությունից այդ կռիվը, քո նենգությունից այդ պատերազմը։ Հիմա աշխարհում տեսնում եք, իրանց աթոռներին նստած մի բան են հայտարարում, տեսա երկու երկիր կպան իրար։ Կամ մի քանի բան ասեցին, տվյալ երկրի ժողովուրդը ելավ իր ղեկավարին եմ։ Խոսքերով, բայց ինքը հենց արել է, որ այդ բանը առաջանա։ Նենգությամբ են խոսում։ Ով որ մտածում է վնաս տալ, չարիք պատճառեն, նա նենգամիտ կկոչվի, նենգամիտը չի մտնի երկնքի արքայություն։ Թող մեր առաջինից հավատացյալների համար եմ խոսում։ Կարող ունես մի հատ խոսք խոսան ուրիշի մոտ, որ մարդու պատիվ գցեն, կամ կասկածներ գցեն մարդու վրա։ Ու մտածում են ինչ եմ արել, որ ոչ գողություն եմ անում, ոչ շնություն, ոչ մարդ եմ սպանում, ոչ չգիտեմ ինչ եմ արել, ոչ թալան եմ անում։ Բայց այդ բոլորը չես անում, բայց ասում եմ, ուզում եմ օրենքի 10 պատվիրանը պայս մեկը խախտես մեղավոր ես։ Բայց նենգամտություն ինչ է։ Մյուս համար էլ կարդամ Եսայի մարգարեությունից ասում եմ, եւ նենգամտի հնարքները չար են,
Նա նենգություններ է մտածում, որ աղքատներին կորցնի սուտ խոսքերով, որտեղ տնանք թեև իրանքով էլ խոսի, իր ասենք եթե նենգա միտա, այդ տնանքն էլ է մեղավոր կոչվում։ Ասենք չի ասում, ես խեղճ մարդ եմ, աղքատ, ողորմելի, Աստված աղքատի տերն է։ Ուզում ես աղքատ եղի, ուզում ես հարուստ եղի, եթե նենգամիտ ես, Աստծո առաջ չար ես, Աստծո աչքի ծնկած ես։ Եվ 8-րդ խոսքում ասում է, իսկ ազնվաբարո մարդը ազնիվ բաներ է խորում եւ ազնիվ բանի վրա է կանգնում։ Այսինքն ուշադրություն դարձեք։ Ազնվաբարոն սուբգիքը չի համարում նրան, շատերը ազնվաբարո, ազնվական ընտանիք համարում են նրանց, ովքեր ունեցվածք ունեն, պատիվ ունեն ժողովրդի մեջ, սուրգիքը դրանց չի անվանում ազնվական, ազնվաբարո, այլ նրանց, ովքեր որ բարի բաներ են մտածում, ազնիվ բաներ են մտածում, մաքուր է նրանց սիրտը։ Նրանք երբեք մի բան չեն խոսի, որ իր խոսքով այս երկու հոգին իրարից խռովեն։ Մեկը տեսնես, տեսել եմ, հավատքի մարդկանց, մեկը տեսնես, սենց անում մեկը։ Գիտես չէ, այս իշ մարդը ասեց, միլազը, լավ, կան չասեմ, պետք չի ասեմ, հանգարց կաղա չդիմանաս հավատքը թողեց ավելի լավա չասեմ։ Խորամանկության մեկ է տենում ես մարդ ես, սկսում ես արդեն մտածել, այդ ինչ ասե, որ անգամ չի էլ ուզում կրկնի, ինչքան վատ բան ասե, ասիկա, որ ասեր ավելի լավ կներ, քան թե այդենց արեց։ Էլ մտածում ես, այդ մարդը քեզ ատում է, չի սիրում, չարախոսում է քո հետևից, եւ այլն, արդեն եթե դրան հետևենք, Տիրոջ խոսքին չլսենք, ատելությունը առաջանալու, դառնալու մի մեծ բաժանություն, նաեւ գուցե վեճ, կռիվ, բայց ինքն է իրան ասի, ինչ եմ ասել, որ բան չեմ ասել, ուզում է ասել, չասեցի էլ, որ ինքն է, որտեղ դա կարա չասեցի։ Բայց չի ասում, իրան նենգությունից ատելություն է ծնվում։ Կարան այդպես բաներ անեն, սարքեն ձեր գլխին։ Տերը ձեզ պահի, աղոթք անենք։